Հին Եգիպտոսում թահինը քունջութի մածուկը այնքան արժեքավոր էր, որ որպես ուտելիք այն չէր դիտարկվում։ Քունջութի մածուկով բուժում էին մարդկանց, իսկ քունջութը համարվում էր երկարակեցության խորհրդանիշ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք հավի բտիկներ թահինի սոուսով։ Հավի բտիկները մարինացնելու ենք, հենց դրանով էլ կզբաղվենք։ Մարինադի համար կվերցնեմ կես նարնջի կլեպ և հյութ։ Նախ քերենք կլեպը։ Սրանով ավելի հեշտ կստացվի։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ քամում ենք կես նարինջը։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ ձիթայող բարձր որակի։ Մեկ ճաշի գթալ մեղր, երկու ճաշի գթալ նաշարապ, կանգնիր, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, մեկ թեյի գթալ և 4 պղպեղով։ Վերջ, մարինադը պատրաստ է։ Հանենք ինչը կարող է պետք գալ։ Հավի բտիկները պատում ենք մարինադով։ Լավ տակն վրա անենք, թող հավասար տարածվի մարինադը։ Որից հետո որոշ ժամանակով թողնենք, թող բտիկները մարինացվեն։ Հավի բտիկների հետ առաջարկելու եմ բանջարեղեն։ Այն կարող ենք տապակել իհարկե, բայց ստիս ավելի համեղ եւ ավելի առողջարար կլինի, եթե ուղարկենք ջեռոց։ Սկսենք ինչից, սկսենք գազարից։ Որցենք դնում սիրելի ամանը, սիրելի ամանի մեջ
լցնում ենք բուսայուղ, երկու գազար եմ վերցրել, կտրատում եմ շեղակի, 1.5-2 սանտիմետր հաստության տափողակների։ Եվ քանի որ ուղարկելու ենք ջեռոց, գործի դնենք ջեռոցի տապակը։ Փռում ենք սիլիկոնե գորգ, գազարները լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Մյուս բանջարեղենը դա ցուկինին է։ Վերցրել եմ 2 ցուկինի։ Երկարությամբ կտրում ենք 4 մասի և մոտ 3 սանտիմետր երկարության կտորների ենք վերածում։ Առաջարկելու եմ նաև նեխուրի ցողուն, 1 ցողուն, 1 հաստ ցողուն, սա էլ մոտ 3 սանտիմետրանոց կտորներ են կտրատում։ Եվ պղպեղ, քաղցր և կծում, կվերցնեմ այս հրաշք փոքրիկ քաղցր պղպեղները։ Եվ 1 չիլի պղպեղ։ Համեմում ենք աղով, մառանիկ ընկերություն։ Տակնու վրա ենք անում, որպեսզի բանջարեղենը պատվի յուղով և տեղափոխում ենք սիլիկոնե գորգի վրա։ Հավասար տարածում ենք, փռում ենք։ Եվ ուղարկում ենք ջեռոցում։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան։ Թողնում ենք, թող պատրաստվի, խորովվի։ Անցնենք առաջ, վերցնում ենք մեծ տապակը, լցնում ենք բուսայուղ, մոտ 30 գրամ կարագ, և տապակելու ենք դեղցի չիրը։ Կտրատենք մկրատով ձողիկների։ Եթե չիրը չոր է, կարելի է այն
տաք ջրի մեջ դնել որոշակի ժամանակ, որ փափկի։ Տապակում ենք դեղցի ճիրը։ Նպատակը այն է, որ յուղը, բացի այն, որ կտապակենք դեղցի ճիրը, նաև յուղը կհամեմենք նրանով։ Դեղցի ճիրի հետ կտապակեմ նաև ընկույզ։ Սա էլ յուրահատուկ համ կհաղորդի կերակրին։ Երկու-երեք րոպե տապակելուց հետո դեղցի ճիրը և ընկույզը կհանենք և համեմված յուղով կտապակենք 3 գլուխ սոխ, որը կկտրատեմ փետրաձև։ Ընկույզը և դեղցի ճիրը այնպես ենք անում, որ յուղը մնա տապակի մեջ։ Սոխը անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության 3 համեմունքներով։ Շաքարավազով, սոդայով և աղով։ Հենց սոխը փափկեց, տապակի մեջ դնում ենք մարինացված բտիկները։ Մարինադը չենք թափում։ Երկու կողմից կկարմրացնենք բդիկները, որից հետո կավելացնենք մարինադը։ Այժմ անցնենք թահինով սոուսին։ Վերցնում ենք 2 ճաշի գթալ թահին, 5 ճաշի գթալ մածուն, ավելացնում ենք կես կիտրոնի հյութ,
Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, 4 պղպեղով, շրջենք բդիկները, չմոռանանք նրանց մասին, համտեսենք, շատ համեղ է, թարմեցնող, սոսը պատրաստ է, հավի բդիկները հանում ենք տապակից, տապակի մեջ ավելացնում ենք մարինադը, հենց սկսեց եռալ, կավելացնեմ սիսեր, որը նախապես խաշել էի։ Վերցրել եմ մառանիկ ընկերության սիսերը, 8 ժամ պահել եմ սառը ջրի մեջ, հետո լավ սառը ջրի տակ լվացել եմ, խաշել եմ, մի խոսքով այն պատրաստ է։ 250 գրամ։ Լցնում ենք նաև ընկույզը և դեղցի չիրը, ավելացնում ենք եռացրած ջուր, մոտ 1 բաժակ, հենց սկսեց կրկին եռալ, հավի բդիկները վերադարձնում ենք ետ։ Բդիկները վերադարձնելուց հետո ծածկում ենք կափարիչով և եփում ենք մոտ 7 րոպե, որից հետո կմատուցենք բանջարեղենի և սոուսի հետ միասին։ Հավի բդիկներ թահինի սոուսով։ Մարինադի համար թասի մեջ նարնջի կեղև քերել, ավելացնել նարնջի քամած հյութ, ձիթայուղ, մեղր, նաշարապ, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, խառնել, հավի բուդը խառնուրդով որոշ ժամանակ մարինացնել, թասի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել շեղ կտրատած գազար, 3 սանտիմետր երկարությամբ կտրատած ցուկինի, նեխուրի ցողուն, փոքր քաղցր պղպեղներ, կարմիր կծու չիլի պղպեղ, համեմել աղով, տակնու վրա անել, տեղափոխել ջեռոցի յուղաթուղթ փռած տապակի մեջ, 190 աստիճան ջեռոցում եփել, բուսայուղ և կարագ տաքացնել, ավելացնել ձողիկաձև կտրատած դեղցի չիր և ընկույզ։ 2-ից 3 րոպե տապակելուց հետո ընկույզն ու չիրը հանել տապակից, մի կողմ դնել։ Չրով և ընկույզով համեմված յուղի մեջ փետրաձև կտրատած սոխ տապակել, համեմել շաքարավազով, սոդայով, աղով։ Հենց սոխը փափկի, ավելացնել մարինացված բդիկները, երկու կողմից տապակել։ Սոուսի համար թահին, մածուն, կիտրոնի հյութ խառնել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով։ Հավի բդիկները տապակից հանել, տապակի մեջ ավելացնել մարինադը։ Հենց սկսի եռալ, ավելացնել նախապես խաշած սիսեր, ընկույզը և չիրը, եռացրած ջուր։ Հենց սկսի եռալ, հավի բդիկները վերադարձնել տապակի մեջ, եփել մոտ 7 րոպե։ Եփելուց հետո մատուցել բանջարեղենի և սոուսի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք գարան միս, սերկեֆիլ, նարինջ, խուրմա և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։